Եվ այսպես խաղաղության խաչմերուկ գոյություն չունի։ Իլհամ Ալիևը ոչինչ ասում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական միֆը։ Հարգելի հեռուստադիտողներ, Մյունխենի անվտանգության գագաթնաժողովը երկար տարիներ արդեն իրականում կարելի է ընկալել որպես քաղաքական էլիտաների տրամադրությունների ցուցիչ։ Այսինքն շատ բաներ, որոնք հրապարակայնորեն այս կամ այն հանգամանքից ելնելով չեն հրապարակայնացվում, լայն չեն քննարկվում, այս ամենը Մյունխենի գագաթնաժողովի ժամանակ ավելի ակներև է դառնում եւ այն օրինակ ինչ մենք տեսանք Մյունխենում Ադրբեջանի նախագահի ելույթի համատեքստում հենց սրա վկայությունն է։ Տեսեք, ինչի մասին են երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսում, այսպես կոչված խաղաղության խաչմերուկ։ Նիկոլ Փաշինյանը վերցնում է այդ բրոշյուրը խաղաղության խաչմերուկի Հայաստանում տարբեր քննարկումների ժամանակ, միջազգային հարթակներում քննարկումների ելույթների ժամանակ, օրինակ Ռեջեփ Տայիպ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Նյու Յորքում թուրքական տանը, բացի նրանից, որ Էրդողանից գիրք ստացավ, նա նաև Էրդողանին նվիրել էր այդ խաղաղության խաչմերուկին վերաբերվող բրոշյուրը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում է այդ խաղաղության խաչմերուկին նվիրված փաստաթուղթը, լուսանկարը, ինչպես ուզում եք անվանեք, իր հետ տանում է, բայց Ադրբեջանի նախագահի խոսքերից մենք հասկանում ենք հետևյալ, որ խաղաղության խաչմերուկ գոյություն չունի ու ավելին մենք եկել ենք մի տրամաբանական հանգրվանի, երբ որ իրավիճակը կոմունիկացիաների առումով որոշվելու է ոչ թե ելնելով հայկական կողմի պատկերացումներից, ցանկություններից եւ շահերից, այլ ելնելով նրանից, թե ինչ պատկերացումներ, ցանկություններ, պլաններ ունի թուրք-ադրբեջանական տանդեմը, որին այս պայդրությամբ ակտիվորեն աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Տեսեք, ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Նա խոսելով կոմունիկացիաների մասին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին նշում է հետևյալը, որ խաղաղության խաչմերուկ փաստացիորեն գոյություն չունի, ասում է, որ սա նախագիծ է, որը ի հայտ էր եկել Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ, Ջո Բայդենի նախագահության տարիներին, բայց երբ իշխանության եկավ, վերադարձավ Դոնալդ Տրամպը, նա իր քայլերով հանգեցրեց նրան, որ տարածաշրջանում գործելու է թրիպ կոմունիկացիան, որը Ադրբեջանում Թուրքիայում ընկալվում է որպես Զանգեզուրի միջանցքի տրամաբանական շարունակություն, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը այստեղ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, որ այսպես կոչված ֆրոնտ օֆիսում, այսինքն այն հատվածում, երբ որ ադրբեջանցիները օրինակ Ադրբեջանի հիմնական հատվածից պետք է մտնեն Հայաստանով գտնան Նախիջևան, ֆրոնտ օֆիսում մարդիկ չեն լինելու, այլ լինելու է արհեստական բանականություն, մենք հասկանում ենք հետևյալը, որ իսկապես խոսքը գնում է հենց Զանգեզուրի միջանցքի մասին։ Հիմա ինչ է ասում Իլհամ Ալիևը, ասում է Տրամպը եկավ, բացեց թրիպը։ Այ երբ վերադառնա իշխանության Ջո Բայդենը, այդ ժամանակ էլ կխոսենք խաղաղության խաչմերուկի մասին կամ Ջո Բայդենը թող կյանքի կոչի խաղաղության խաչմերուկը։ Իրականում բավականին ցինիկ գնահատական է, այլ կերպ Իլհամ Ալիևը ասում է, որ երբեք խաղաղության խաչմերուկ չի լինելու, այլ կերպ ասած, նա ասում է հետևյալը, որ կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի չի ունենալու, Ադրբեջանի Թուրքիայի համար էլ նախընտրելի է ընդամենը մեկ կոմունիկացիայի գործարկումը, խոսքը վերաբերվում է թրիպին, որը իրենք ընկալում են որպես Զանգեզուրի միջանցք կամ Զանգեզուրի միջանցքի շարունակություն։ Այստեղ է, որ մենք պետք է ասենք Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր իր գնահատականներում, արդեն բավականին տևական ժամանակ ինչ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը խոսում է այն մասին, որ թրիպը դա ոչ այլ ինչ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների նվերը Թուրքիային եւ Ադրբեջանին ի հաշիվ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներին, նկատենք հետևյալը, խոսքը վերաբերվում է թրիպ նախագծին ներկայիս կոնֆիգուրացիայով, որովհետեւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը նաեւ տարբերակներ է առաջարկել, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ կոմունիկացիան, ինչից կօգտվի նաեւ Հայաստանի Հանրապետությունը, բայց այս պահի դրությամբ մենք պետք է նշենք հետևյալը, որ իսկապես թրիպը վերածվում է մի նախագծի, որով Ամերիկայի Միացյալ Նահանգները ի հաշիվ Հայաստանի Հանրապետության տարածքների, ի հաշիվ հայ-իրանական փաստացի սահմանի նվեր են անում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նկատենք նաեւ հետեւյալը, Իլհամ Ալիևը իր խոսքում Մյունխենում չսահմանափակվեց միայն նրանով, որ ոչնչացրեց Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզը այն մասին, թե իբր թե գոյություն ունի ինչ-որ խաղաղության խաչմերուկ։ Նա նաև հարձակում, հերթական դիվանագիտական հարձակումը կատարեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, մասնավորապես մեղադրեց ռուսական կողմին նրանում, որ երբ որ ռուսական կողմը ռմբակոծում է Ուկրաինայի տարածքը, ավելի կոնկրետ Կիևը, իրենք փաստացի միտումնավոր հարվածներ են հասցնում նաև Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությանը, այսինքն մենք կարող ենք հասկանալ հետևյալը. Ադրբեջանի համար խաղաղության խաչմերուկ գոյություն չունի, Ռուսաստանի հետ էլ իրենք շարունակում են
միտումնավոր կերպով փչացնել հարաբերությունները, որովհետև վերջնարդյունքում վերջնանպատակը այս բոլոր գործողությունների, այդ թվում նաև կոմունիկացիաների ապաշրջափակման թրիպի շրջանակներում այն է, որ Ռուսաստանի գործոնը տարածաշրջանում պետք է զրոյացվի։ Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը Թուրքիային, Ադրբեջանին օգնում է, օրինակ երբ որ ասում է, որ հարավկովկասյան երկաթուղիները լավ կլինի, որ վաճառեն Հայաստանի երկաթգծի վերահսկողությունը եւ մեկ այլ երկիր գնի տնօրինումը, այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ անում են ամեն ինչ, որպեսզի ռուսական կողմի ներկայության կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկը եւս զրոյանա։ Այստեղ արդեն ժամանակը իրականում մտածելու համար տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իլհամ Ալիևի խոսքը, բացի նրանից, որ արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական առասպելները պարզապես գոյություն չունեն, ոչնչացվում են, որովհետև կրկին ասենք խաղաղության խաչմերուկ գոյություն չունի։ Դա նաև զգուշացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ քաղաքական գործընթացները, եթե ներկայիս տրամաբանությամբ շարունակվեն, առնվազն Սյունիքի մասով մենք ստանալու ենք բուֆերային գոտի, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չի տարածվելու։ Ինչևէ, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, մենք պետք է նշենք հետևյալը. Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը բերել է մեզ մի հանգրվանի է հասցրել, որտեղ իսկապես X պահի Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանալու են Հայաստանի Հանրապետության տարածքով ստանալ արտատարածքային միջանցք, դրանից բխող բոլոր հետևանքներով, եւ այդ նույն ձգտումները, նույն Թուրքիան մշտապես ունեցել է Սիրիայի նկատմամբ։ Ինչ վերջում եղավ Սիրիայում, բոլորը շատ լավ տեսնում եւ հիշում են։ Մտածեք այդ մասին։